Ուկրաինայում ռազմական դրությունը չի հանվի, եթե 30-օրյա հրադադար հաստատվի, իսկ ընտրությունները առայժմ չեն անցկացվի։ Այս մասին իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը։ Ռազմական դրության եւ անվտանգության ընթացակարգերի վերացումը հնարավոր չէ կարճ ժամանակում իրականացնել, նշել է նա։ Պոդոլյակը հավելել է, որ Ուկրաինան պետք է պահպանի հրադադարի շրջանակներում մարտական գործողություններ իրականացնելու իր կարողությունները։ Բացի այդ, նա կարծում է, որ Ուկրաինայում ընտրությունների անցկացումը 30-օրյա հրադադարի ընթացքում անհնարին կլինի։ Պոդոլյակն անդրադարձել է Ուկրաինայում ընտրական գործընթաց սկսելու համար կայուն խաղաղության հասնելու անհրաժեշտությանը։ Ավելի վաղ բրիտանացի աշխարհաքաղաքական փորձագետ Ջոն Լոքը հայտարարել էր, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու պաշտոնանկությունը եւ երկրում նոր ընտրություններ անցկացնել։ Վաշինգտոնն արդեն հասկացրել է, որ Ուկրաինայում նոր ընտրություններ են անհրաժեշտ, ասել է փորձագետը, նշելով, որ Զելենսկին, ով դեռ ամուր կարճած է իշխանությանը, վատ իմիջ ունի Վաշինգտոնում, նույնիսկ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Սպիտակ տանը սկանդալից առաջ։